Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում ամեն ինչ դեպի առավել լարված և դրամատիկ ընթացք է գնում։ Վերջին դրվագները պարզապես ցնցեցին հեռուստադիտողներին։ Այն պահը, երբ Սոնայի ծննդյան օրը կրակեցին և Վռամն ընկավ, սերիալի ամենաբուռն և սպասված շրջադարձերից մեկը տեղի ունեցավ։ Բոլորը միայն մի բան էին մտածում. ով է կրակողը և արդյոք Վռամը ողջ կմնա։ Հիմա սերիալում ամեն ինչ անորոշ է, Սոնան շոկի մեջ է։ Հայկը պատրաստ է ամեն ինչի պարզելու, թե ով է այդ կրակոցների հետևում։ Սոնայի հայրը, ով տարիներ շարունակ ապրել է այն մտքով, որ իր ընտանիքին սպանողներին պետք է բացահայտի ու ոչնչացնի, վերջապես հասկանալու է, որ այդ հին մեղքերը վեր են կենում և սկսում են կործանել բոլորին։ Նա վստահ է, որ այս ամենի հետևում իր անցյալում ինչ-որ մարդ է, ով վերադարձել է հաշվեհար դարի նպատակով։ Բայց հեռուստադիտողների շրջանում հիմնական կասկածյալը հենց Արմոն է։ Շատերն են համոզված, որ Արմոն էր այդ օրը շրջվել դեպի Սոնան ու Վռամը զենքը ձեռքին։ Սակայն կան նաև դիտարկումներ, որ Արմոն նման քայլի չէր գնա, քանի որ նա շատ լավ գիտի այդ դեպքում ինքն էլ է կործանվելու։ Ոստիկանությունը բնականաբար անմիջապես սկսելու է քննությունը։ Բայց ամենամեծ վտանգն այն է, որ կրակոցից հետո հավանաբար Սոնան ուշաթափվելու է, իսկ երբ ուշքի է գալու, չի հիշելու, թե ով էր կրակողը կամ չի էլ տեսել կրակողի դեմքը։ Հայկը հայտնվում է կասկածյալների շարքում, քանի որ նա թշնամություն ունի Վռամի ու նրա ընտանիքի դեմ։ Հատկապես, որ նախկինում էլ նա արդեն ունեցել է խնդիրներ օրենքի հետ։ Հնարավոր է Արմոն հատուկ այդպես է ծրագրել ամեն ինչ, ամբողջ մեղքը Հայկի վրա բարդելու համար։ Այժմ ամեն ինչ կախված է Վռամի կյանքից։ Բժիշկները պայքարելու են նրա կյանքի համար, իսկ հեռուստադիտողները պարզապես չեն ցանկանում հավատալ, որ նա կմահանա։ Սերիալի առաջիկա դրվագները խոստանում են բացահայտել ոչ միայն կրակողին, այլ նաև մի շարք հին գաղտնիքներ, որոնք կապ ունեն Աշոտի սպանության, Նարեի ընտանիքի և անգամ Սաքոյի վաղեմի գործերի հետ։ Կրակոցը կդառնա այն հանգույցը, որից հետո ամեն ինչ փոխվելու է, բոլորի ճակատագրերը կապվելու են մեկ վայրկյանում հնչած այդ գնդակի հետ։ Հեռուստադիտողները սպասում են անհամբեր, քանի որ Ելենա Արշակյանը միշտ էլ կարողացել է անակնկալի բերել իր հանդիսատեսին, և եթե դատենք վերջին իրադարձություններից, «Հարսնաձորի լեգենդը» դեռ իր ամենահզոր պահերը չի ցուցադրել։ Դեռ առջևում են ամենադիտարժան, ամենահետաքրքիր ու ինտրիգային կադրերը, այնպես որ բաց մի թող քո հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու և բաժանորդագրվիր մեր ալիքին, որպեսզի տեղեկանաս նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Իսկ սերիալում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա։ Վերջապես Զաքոն, Նարեի հայրը, հասկացավ, թե ով է Արմոն։ Հավանաբար նա որոշել է ողջ թղթաբանությունն ուսումնասիրել և պարզել է, որ Արմոն էլ այնքան մաքուր ու խեղճ չէ, ինչպես իրեն ներկայացնում է։ Եվ վերջապես ընտանիքի բոլոր անդամների առաջ նա ասում է, որ Արմոն այլևս չի գա ու Նարեն Արմոյի հետ որևէ կապ չունի։ Իհարկե, սա առաջին հայացքից ուրախացնող փաստ է, որ Նարեն վերջապես ազատվել է Արմոյի ճանկերից, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Զաքոն անցյալում ունի գաղտնիքներ, որոնք խաղաքարտ են Արմոյի ձեռքում, և նա Քաջիկին հենց այնպես չձայնագրեց։ Նա պահեց Խաչիկին ներողություն Քաջիկին մութ տեղ ու նրան խոսեցրեց ու ձայնագրեց, և այդ ձայնագրությունն օգտագործելու է Սաքոյի ու նրա ընտանիքի դեմ։ Նա առաջին հերթին այդ ձայնագրությունը ցույց է տալիս Նարեին և ասում, որ եթե չամուսնանա իր հետ, ապա ոստիկանությունը ստանալու է այդ ձայնագրությունը։ Բայց Նարեն այդքան ոստիկանությունից չի վախենում, որքան Հայկի արձագանքից։ Ինչպես է Հայկը վերաբերվելու այն փաստին, որ իր հորը սպանել է ոչ այլ ոք, քան Նարեի հայրը։ Բնականաբար նա ավելի շատ վախենում է հենց Հայկի արձագանքից։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թող քո հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։
Բայց Արմոյի մասնակցությամբ միակ գաղտնիքը դա չէ, էլի բացահայտվելու են հետաքրքիր հանգամանքներ, գործեր, որոնց մեջ իր մասնակցությունն ունի Արմոն։ Հեռուստադիտողների մի մասը կարծում են, որ Կարոյի սպանության մեջ Հայկը որևէ կապ չունի և այդ տարիներ նա իզուր է անցկացրել բանտում, որ Կարոյի սպանության ամենամեծ բաժին մեղքը հենց Արմոյինն է։ Իսկ թե ինչ է կատարվել իրականում անցյալում և արդյոք կբացահայտվեն նման տեղեկություններ, կիմանաք շատ շուտով, բաց մի թողեք տեսանյութերը դիտելու հնարավորությունը և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել, թե «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, իսկ ձեզ համար ամենահետաքրքիրը ընդամենը րոպեներ անց։